Թող Տերը օրհնի իր սքանչելի խոսքը։ Ձերներ Աստծուն փառք եմ տալիս, որ այսօր էլ ներկա եմ ձեր մեջ եւ Տիրոջը ծառայելով ձեզ հետ պիտի կիսեմ այսօրվա Աստծո խոսքի պատգամը, որ այսպես են վերնագրել՝ հարատև հավատք։ Ինչու այսպես, որովհետև մեկ կիրակի առաջ եկեղեցիներում հոգեգալուստի կիրակի էր եւ գիտեք թե հոգի գործերը եկեղեցին հիմնելը եւ եկեղեցին առաջ տանելը մինչեւ Տիրոջ գայի առջեւ բերելն է, նրա հետ հանդիպեցնելը, ուրեմն որպիսի մենք լինենք Տիրոջ հետ հարատև, մեզ պետք է անդադար հիշեցնել այդ հարատևության մասին։ Ինչ է հարատևությունը մեկ նախադասությամբ, եթե ասելու լինեմ, պիտի ընթերցեմ Եբրայեցիների նամակի 13-րդ գլխի 8-րդ համարը, որ այսպես է ասում. Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Ամեն Տիրոջ խոսքի։ Մեկ այլ տեղ էլ կա Աստվածաշնչում, որ այսպես է մեզ հորդորում ասելով, բայց ով մինչև վերջ ամփերի նա պիտի փրկվի։ Եվ Պողոս առաքյալն էլ շարունակում է ասելով, հավատի բարի պատերազմը պատերազմիր։ Սրանք հարատևության կոչեր են մեզ, ազդակներ են մեզ։ Քրիստոնեական կյանքը միայն գեղեցիկ սկիզբը չէ։ Շատ մարդիկ կարող են ոգևորված սկսել, աղոթել, ծառայել, հավատալ, բայց ժամանակի ընթացքում հոգնել, սառել կամ էլ կանգ առնել։ Եվ այո, եթե մի պահ նայես քո կողքդ, քո հավատքի ճամփորդությանը պիտի տեսնես, որ ինչ մեծ բանակ կար, եւ ուր են նրանք։ Շատերը այո այսպես են լինում, սկսում են ժամանակի ընթացքում հոգնել, չհամբերել, սկսում են սառել եւ կամ էլ կանգ առնել։ Եվ Հիսուս դրա համար վտանգ տեսնելով իր աշակերտներին ասում էր, որ անդադար աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ կարևոր չէ միայն սկսելը, այլ այն մինչև վերջ հավատարիմ մնալն է կարևոր։ Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ արագ հանձնվում են, հարաբերությունները կոտրվում են, հավատքը մակերեսային է դառնում։ Դժվարությունները շատերին հեռացնում են Աստծուց, բայց Աստված փնտրում է մարդկանց, ովքեր կունենան հարատև հավատք։ Հավատքը հարատև այն հավատքն է, որ չի մեռնում փորձությունների մեջ, չի կոտրվում սպասելու ժամանակ, չի դավաճանում ճշմարտ պահին եւ չի սարճում երկար ճանապարհից։ Մի քանի բաների պիտի նայենք սիրելիներ։ Հարատև հավատքը փորձությունների մեջ է երևում։ Եվ Աստվածաշունչը դրա համար ասում է, փորձությունը ձեր հավատի համբերությունը կգործադրի։ Հավատքը տեսություն չէ։ Իրական հավատքը փորձվում է։ Ինչպես ոսկին կրակով է մաքրվում, նույնպես հավատքը ցավով, կորուստներով, անհասկանալի իրավիճակներով եւ շատ մարդիկ հավատում են, քանի դեռ ամեն ինչ լավ է, բայց երբ գալիս է հիվանդությունը կամ ֆինանսական ճգնաժամ կամ մերժում կամ անարդարություն, լռություն Աստծուց, այն ժամանակ պարզում է հավատքը արմատ ունի, թե ոչ։ Աստվածաշնչի հարատևող կերպարներից մեկին օրինակ պիտի բերեմ, որ Հոբն էր։ Հոբը կորցրեց իր երեխաներին, առողջությունը, ունեցվածքը, մարդկանց աջակցությունը, բայց ինչ ասեց նա, ասեց, Աստված այսքան բանը կորցրել եմ, քեզ տեսություն։ Ոչ։ Նրա պատասխանը այսպիսին էր, թեև նա ինձ սպանի, ես նրան պիտի վստահեմ։ Սա հրաշալի հարատևության օրինակ ասիրելներ։ Սա է հենց այն հարատև հավատքը, որ մենք ուզում ենք ձևակերպենք ու իրար պատմենք ու իրար ոգևորենք ու ասենք,
ոչ թե միայն օրհնության ժամանակ հավատալ, այլ նաև մթության մեջ վստահել։ Երբ աղոթքիդ պատասխանը ուշանում է, շարունակիր հավատալ։ Երբ ոչ ոք քեզ չի հասկանում, շարունակիր կանգնել։ Երբ հոգներ ես, մի թող քո հավատքը։ Աստված հաճախ ամենախորը գործն անում է այն մարդկանց մեջ, ովքեր չեն հանձնվում։ Հարատև հավատքը հիմնված է Աստծո բնավորության վրա։ Շատերի հավատքը հիմնված է զգացմունքների վրա։ Եթե զգում են Աստծուն, հավատում են, եթե ամեն ինչ լավ է, ուրախ են, եթե իրավիճակը փոխվում է, սկսում են կոտրվել։ Բայց հասուն հավատքը, հարատև հավատքը հիմնված է ոչ թե զգացմունքների, այլ Աստծո բնույթի վրա։ Դրա համար էր, որ հնչեցրեցի այս գեղեցիկ խոսքը Եբրայեցիների նամակից։ Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Եթե Աստված չի փոխվում, նրա բնույթն անփոփոխ է, ապա նույնիսկ երբ հանգամանքներն են փոխվում, մենք կարող ենք շարունակել վստահել նրան, որովհետև նրա բնույթը անփոփոխ է։ Ամբակումի մեջ ասում է, ամբողջ տնտեսությունը փլուզված էր, բայց ամբակումն ասում է, ես պիտի ցնծամ Տիրոջով։ Սա իրավիճակային հավատք չէ, սա արմատավորված հավատք է։ Եվ մի քանի հարցում ունեմ, որպես եկեղեցի մեզ, քո հավատքը կապված է Աստծո հետ, թե միայն օրհնությունների հետ։ Եթե վաղը ամեն ինչ փոխվի, դու շարունակելու ես քայլել Աստծո հետ։ Սրանք շատ կարևոր հարցում ազդակներ են մեզ։ Հաջորդ հարատև հավատքը շարունակական հնազանդություն է։ Հավատքը միայն խոսքեր չէ։ Ես հավատում եմ Աստծուն, հերիք չի, ես եկեղեցի չեմ գնում, բայց իմ սրտում հավատում եմ, հերիք չի, եւ այլն, գիտենք տարբեր այսպիսի ձևակերպումներ։ Իսկական հավատքը քայլում է նույնիսկ երբ ճանապարհը դժվար է։ Եվ դրա օրինակը Աբրահամն է մեզ տալիս։ Աբրահամը դուրս եկավ չիմանալով ուր է գնում։ Տարիներ շարունակ սպասեց խոստմանը, տեսանելի ոչինչ չկար, բայց նա շարունակեց վստահել։ Հարատև հավատք նշանակում է շարունակել աղոթել, շարունակել ծառայել, շարունակել սրբությամբ ապրել, շարունակել հնազանդվել, նույնիսկ երբ արդյունքը դեռ չի երևում։ Սա շատ դժվար է սիրներ։ Սա իսկապես ասելու խոսքերով հեշտ է, որպես նախադասություն մեկ շնչով ասելու համար հեշտ է, բայց երբ սկսում ես այս խոսքերի տակը նայել, թե քեզանից որքան ուժ ու կարողություն է պետք, հավատարիմ մնալու, այն դժվարանում է, այն ծանրանում է։ Եվ երբեք հարատևության մեջ հավասարություն չդնեք հեշտության, հավասարություն չդնեք ես ինչա որ, չէ, հարատև հավատքի կյանքը դժվարությամբ, նեղությամբ, հոգնեցնող, սպանող ճանապարհ է։ Աստվածաշնչի մեջ մեզ այսպիսի խրատ ունենք. չձանձրանաք բարիք գործելուց, որովհետև ժամանակին պիտի հնձեք, եթե չթուլանաք։ Այս հորդորը նրա համար է, որ մենք հիշենք, որ սատանայի մեծագույն նպատակներից մեկն է հոգնեցնել հավատացյալին։ Ոչ միշտ անմիջապես կործանել, այլ պարզապես հոգնեցնել, սառեցնել, կանգնեցնել։ Սա մեր թշնամու գործն է մեր հանդեպ։ Դեռ սպասում ես նրան։ Դեռ քեզ բավական չէ այս դժվարությունները կյանքի։ Դեռ դու ուրախ ես, երբ գլխիդ այսքան հարցեր ու հոգսեր են թափվում։ Դեռ դու եկեղեցի ես գնում։ Որ մի աղոթքիդ պատասխանի համար։
հուսահատեցնող ու թուլացնող թշնամին հանդարտ գալիս է, որպեսզի քո հարատևության վրա կանգար դնի, կանգնեցնի այն։ Բայց Աստված մեզ կանչում է միշտ տոկալու, միշտ հարատև մնալու, գործնական մնալու։ Չորրորդ բանը, որ պիտի նայենք հարատև հավատքի համար, հարատև հավատքը կենտրոնացած է հավիտենականի վրա։ Մենք այս աշխարհին պիտի նայենք, որ այն ժամանակավոր է։ Եթե մեր ամբողջ ուշադրությունը միայն երկրի վրա է, այս երկրի վրա կյանք ապրելու վրա է, մենք արագ էլ պիտի հուսահատվենք։ Բայց հարատև հավատքը տեսնում է ավելին։ Պողոս առաքյալը այսպես է ասում. մեր թեթև նեղությունը մեզ համար հավիտենական փառք է պատրաստում։ Պողոսը հալածվեց, ծեծվեց, բանտարկվեց, մերժվեց, բայց ինչ արեց, հանձնվեց, ոչ, չհանձնվեց։ Եվ ինչու, որովհետև նրա աչքերը հավիտենականի վրա են։ Այսօր շատ հավատացյալներ ընկնում են, որովհետև ամբողջ ուշադրությունը երկրային հաջողությունների վրա է։ Բայց եւ մարդը տեսնում է Աստծո արքայությունը, նա ուժ է ստանում շարունակելու։ Երբ որ քո հարատևությունը դնում ես հավիտենականության մեջ, հավիտենականությունը հարատևությանդ երկարաձգում է, եւ դու չես հոգնում, եւ դու ավելի ես զինվում, եւ դու ավելի ես լիցքավորում։ Հարատև հավատքի մեծագույն օրինակը եւ ամփոփելու եմ դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս մինչև վերջ գնաց։ Գեթսեմանիում պայքարեց, խաչի ճանապարհով անցավ, չհանձնվեց ցավի տակ, չասեց խաչից իջնեմ, պրծնեմ։ Ինչու՞։ Այսպիսի խոսքեր են մեզ առաջնորդում։ Իր առջև դրված ուրախության համար Հիսուս տոկած մինչև վերջ, որպեսզի մենք նույնպես կարողանանք տոկալ ու հարատև մնալ։ Բայց միայն նրա օրինակը չէ, նա նաև այդ օրինակից ավելի ուժի աղբյուրն է։ Երբ մենք հոգնում ենք, մենք նայում ենք նրան։ Եկեք մի քանի բան, որ գործնական պիտի լինի, խրատ առնենք Աստծո այս խոսքի պատգամից եւ այդպես առաջնորդվենք հարատև հավատքի մեջ։ Ինչպես ունենալ այդ հարատև հավատքը։ Մնալ Աստծո խոսքի մեջ։ Հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Թույլ հավատքը հաճախ կապված է թույլ հոգևոր սնունդի հետ։ Երկրորդ սովորիր աղոթքով սպասել։ Ոչ բոլոր պատասխաններն են անմիջապես գալիս։ Սպասելը հավատքի մարզելու տեղն է։ Երորդ մի մեկուսացիր։ Հավատքը հաճախ մարում է միայնության մեջ։ Աստված մեզ եկեղեցի է տվել, որպեսզի միասին քաջալերվենք, գանք ու այդ հարատևությունը բորբոքենք։ Հիշիր Աստծո հավատարմությունն անցյալում։ Մենք արդեն մի քանի բաներ հիշեցրեցինք միմյանց։ Հոբին, Ահարոնին, Աբրահամին, մյուսին, որտեղից Աստված քեզ հանեց, ինչ աղոթների պատասխանեց, ինչպես պահեց քեզ, անցյալի այդ հավատարմությունը ուժ է տալու, որպեսզի մենք ապագայի համար քայլենք։ Հարատև հավատքը կատարյալ մարդկանց հավատքը չէ։ Սա այն մարդկանց հավատքն է, ովքեր ընկնելուց հետո նորից կանգնում են ու աշխարհը երբ ասում է հանձնվիր, հավատքը ասում է շարունակիր, երբ զգացմունքները սառում են, հավատքը շարունակում է քայլել, երբ ճանապարհը երկար է, հավատքը մնում է հավատարիմ։ Այսօր գուցե հոգնել ես, երկար ես սպասում, կամ գրեթե ուզում ես հանձնվել։ Իմ եւ քո Տերը այսպես է ասում. մի վախեցիր, մի հանձնվիր, ես քեզ հետ եմ։ Ամեն։